Դուք դիտում եք Արմարուրի կիրակնորը թողարկումը, բարև ձեզ, թողարկման առաջին հատվածում առաջարկում եմ դիտել։ Ազգային ժողովում պետբյուջե են քննարկել։ 2026 թվականին նախատեսվել է 409 միլիոն 789 հազար ՀՀ դրամ, 2026 թվականին, ինչպես եւ 2025 թվականին նախարարության կողմից իրականացվելու են պետական բյուջեի 7 ծրագրեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ազգային ժողովում 2026 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանը։ Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է առաջնորդության խաչմերուկներում խորագրով քննարկմանը։ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կկրճատվի։ 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 25 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ Արտարժույթի փոխանակման հայտարարությունները ծուղակ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը զգոնության կոչ է անում։ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի տարածման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երևանի քաղաքապետարանի սոցիալական նախաձեռնության մասնակիցները հյուրընկալվել են քաղաքապետարանում եւ արժանացել պարգևների։ Ազգային ժողովի պետաիրավական, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակել են քննարկել 2026 թվականի պետական բյուջեն։ Կառավարությանը հատկացվող գումարը կավելացվի, նախագահի աշխատակազմինը կպակասեցվի։ Մանրամասները Շողեր Խելիջյանն է պատմում։ Ազգային ժողովի պետական իրավական, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ քննարկվում է 2026 թվականի պետական բյուջեն։ Մեր որոշումների որակը բարձրացնող ծախսերը արդարացված են, որովհետև այդ որոշումների որակը եթե ցածր լինի, դրանից հանրությունը ավելի մեծ վնասներ կարող է կրել, քան այն ծախսը, որը արվում է այդ որոշումների որակը բարձրացնելու համար։ Ի նպաստ ազգային ինքնության պահպանման, տոների և հիշատակի օրերին նախատեսվող հատկացվելիք գումարների մասին ներկայացնում է Արայիկ Հարությունյանն ու մեջբերում իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Հայ ժողովրդի ազգային արժեքներն են Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը, ժողովրդավարությունը, բանակը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են հայ ժողովրդի Հայաստանի Հանրապետության վերը նկարագրված ազգային արժեքները։ Բոլոր միջոցառումները, բոլոր քննարկումները, բոլոր քաղաքականությունները, բոլոր ռազմավարությունները հենված են այս դրույթների վրա եւ մենք էլ տոները կազմակերպելիս մեր արժեքային համակարգով ենք առաջնորդվում, որը ես քիչ առաջ թվարկեցի։ 2026 թվականին կառավարությանը հատկացվող գումարը կավելացվի, նախագահի աշխատակազմինը կպակասեցվի։ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը ներկայացնում է նախատեսվող միջոցառումները։ Հիմնական պակասեցումը վերաբերում է, որ այո, վարչական սարքավորումների ձեռքբերման եւ տեխնիկական հագեցվածության ապահովման իմաստով նախորդ տարիների նախատեսված միջոցները այս տարի չկան եւ այդ կապակցությամբ տարբերությունը կայանում է հենց դրանում։ Ուղղակի մենք որպես առաջնահերթություն նշեցի, նոր ավելվածում սահմանել ենք, որ մենք ունենք առաջնահերթ խնդիր լուծելու, խոսքը վերաբերում է վերելակների, նախագահի աշխատակազմի շենքի հարակից տարածքում գտնվող բացօթյա հատվածի ծածկերի փոխարինման փոքր ծախսեր են, արդյունքով շուրջ 59 միլիոն եւ նմանատիպ ծախսերի համար առաջնահերթ խնդիրներ ունենք, որոնց համար ուղղակի ֆինանսավորում նախատեսված չի այս տարի, այդտով չենք ներկայացրել։ Ազգային ժողովի պետական ծառայողները կվերապատրաստվեն, ներկայացնում է ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը։ Հաշվի առնելով գալիք տարի համապետական ընտրությունները ազգային ժողովի չունենալ ընդհանրապես տեխնիկական հագեցվածության տող, դա կարող է խնդիր առաջացնել ազգային ժողովի համար, ինչպես դուք նշեցիք, մենք չենք իհարկե դա կանխատեսում է, բայց հավանաբար ավելի մեծ քանակի падգամավորներ ենք ունենալու, իսկ աշխատակազմը պարտավոր է падգամավորներին ապահովել գոնե մինիմալ սեղան, աթոռ, համակարգիչ, տպիչ սարքավորում եւ չունենալով ուղղակի այդ տողը եւ չունենալով անգամ այդ տողը առաջնահերթություններում
Մենք ուղղակի չենք կարող ապահովենք դա։ Արդարադատության նախարարության կողմից կիրականացվեն մի շարք ծրագրեր։ Բյուջեն գերազանցելու է 2025 թվականի ցուցանիշները։ Դատաիրավական բարեփոխումների շրջանակում անհրաժեշտ է նաև անդրադարձ կատարել առևտրային կազմակերպություններին վերաբերող իրավակարգավորումները կորպորատիվ իրավունքի ժամանակակից մոտեցումներին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Այս համատեքստում անհրաժեշտ կլինի արդեն իսկ ձևավորված հայեցակարգի հիման վրա մշակել առևտրային իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող համապարփակ իրավական ակտի նախագիծ։ Շարունակվելու են աշխատանքներ նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի վերջնականացման եւ դրա հաստատման ներկայացնելու ուղղությամբ։ Վաղաշաբաթ համայնքում շուտով ընտրություններ են։ Կան կուսակցություններ, որոնք զրոյական հայտարարագրեր են ներկայացրել եւ չունեն տարեկան շրջանառության որևէ եկամուտ։ Մենք նախընտրական քարոզարշավի ընթացքում լիազորություն չունենք որևէ անհամապատասխանություն գնահատելու ու դրա հիման վրա ուսումնասիրություն իրականացնելու։ Եթե հանկարծ լինեն այնպիսի կուսակցություններ, որոնք այդ ձեր ասած ընտրություններին մասնակցել են, բայց կամ մասնակցում են, բայց շարժով մենք որևէ տվյալ չտեսնենք, հետագայինների հաջորդ տարվա ստուգման թիրախում եւս կունենենք այդ բոլոր կուսակցությունները ու դա մեզ համար ազդակ կհանդիսանա։ Շողեր Ղլիջյան, Արմալուր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ազգային ժողովում 2026 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանը։ 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով մենք բյուջեի եկամտային մասը 25 թվականի 2018 թվականի համեմատ ավելացրել ենք 781 միլիարդ դրամով կամ 136%։ Այսինքն սա ինչ նշանակում, որտեղ այս տոկոսներն էլ երբեմն լավ չի ընկալվում։ Սա նշանակում է, որ 2018 թվականի առաջին կիսամյակի բյուջեի կողքը եկամուտների մի հատ էլ նույն չափով եկամուտներ են ձևավորվել, այսինքն մի հատ այս բաժակը կար 2018 թվին, մի հատ էլ սրա նման բաժակ կողքը նույն ձևի հայտնվել է, պլյուս 36%։ Ինչ? Արաղ, ինչի արաղի հենց։ Շատ լավ։ Շատ լավ, համաձայն եմ։ Այսինքն ես նկատի ունեմ այս process-ը գնում է, բայց ելի եմ ասում, սա կառավարության ջանքն է, ոչ միայն։ Ես կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն տնտեսվարողներին, ինչպես ասում եմ, աշխատող արդյունք ստեղծող եւ հարկերը վճարող մեր բոլոր տնտեսվարողներին։ Ես հիմա ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կապ չունի 10 դրամի, թե 10,000 դրամի, թե 110,000 դրամի առևտուր են անում, առանց ՀԴՄ կտրոնի խանութից դուրս չեն գալիս։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր այդ քաղաքացիներին, բայց ես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել հատուկ պետական բոլոր եւ համայնքային այն ծառայողներին, ովքեր իրենց գործունեությամբ ամենօրյա աշխատանքով ջանք են ներդնում ստվերային տնտեսությունը կրճատելու եւ պատշաճ հարկային հավաքագրումները ապահովելու համար։ Երկօրյա աշխատանքային այցով վարչապետը Փարիզում էր։ Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում հոկտեմբերի 29-ի երեկոյան վարչապետը մասնակցել է առաջնորդության խաչմերուկներում խորագրով քննարկմանը։ Հարց ու պատասխանի ձևաչափով անցկացված քննարկմանը վարչապետն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, տարածաշրջանում իրավիճակին, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Վարչապետը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն ձևավորված է խաղաղություն, այն իրականություն է։ Այդ առումով Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ջանքերն ու ներդրումը։ Ունենք խաղաղություն եւ դա իրականություն է։ Սա պատմական փոփոխություն է ոչ միայն մեր երկկողմ հարաբերություններում Ադրբեջանի հետ, այլ նաեւ մեր տարածաշրջանի համար ընդհանուր առմամբ, որովհետեւ կարծում եմ առաջին անգամն է, որ մենք ունենք իրական հնարավորություն Հարավային Կովկասում մտնելու տնտեսական համագործակցության փուլ եւ ունենալ ոչ միայն խաղաղ, բայց նաեւ բարգավաճ տարածաշրջան։
Մասնավորապես հաշվի առնելով այն, որ Վաշինգտոնում ընդունված հռչակագրով մենք պայմանավորվածության ենք եկել բացելու տարածաշրջանային կապերը, հիմնված երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության եւ երկկողմանիության սկզբունքների վրա։ Կա նաեւ մեկ այլ սկզբունք՝ միջազգայինորեն ճանաչված սահմանների անկախտերությունը, ընդգծել է երկրի ղեկավարը։ Հաջորդի վարչապետն անդրադարձել է TRIP նախագծին եւ կարևորել դրա իրականացումը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար։ Տարածաշրջանային կապվածությունը նշանակում է, որ մենք հնարավորություն կունենանք, ես նկատի ունեմ թե Հայաստանը, թե Ադրբեջանը, օգտվել մեկս մյուսի տարածքից ներքին, երկկողմ եւ միջազգային կապի համար, եւ դա նշանակում է, որ մեր տարածքի միջով կբացվի մի նոր ուղի միջազգային տրանզիտի համար։ Հաշվի առնելով այն, որ այժմ աշխարհն ապրում է մատակարարման շղթայի ճգնաժամ, դա իսկապես կարող է իրավիճակ փոխող հանգամանք լինել միջազգային առևտրի, բայց նաեւ մեր տարածաշրջանի համար, շեշտել է Փաշինյանը, ավելացնելով, որ կլինեն բաց հաղորդուղիներ Պարսից ծոցից, Օմանի ծոցից դեպի Սև ծով, կլինի նոր կապ Կասպից ծովի եւ Միջերկրական ծովի միջև, Հայաստանի համար կստեղծվի նոր հնարավորություններ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հոկտեմբերի 29-ի երեկոյան մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից ի պատիվ Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումին մասնակից պետությունների ղեկավարների տրված ընթրիքին։ Կառավարությունը հավանություն է տվել ժամկետային զինծառայությունը 6 ամսով կրճատելու օրինագծին։ Վանաձորում Թումո կենտրոն կբացվի, գործադիրը հաստատել է գույքի նվիրաբերման նախագիծը։ Կառավարության նիստի մանրամասները կներկայացնի Հասմիկ Վահրադյանը։ Վանաձորում Թումո կենտրոն կբացվի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը կառավարության գործընկերներին ներկայացնում է գույքի նվիրաբերման նախագիծ, ըստ որի Սիմոնյան կրթական հիմնադրամին կենտրոնի բացման համար կնվիրաբերվի Վանաձորի Թատերական փողոցի 1 կոտորակ 1 սպայի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը։ Առաջարկում է Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Վանաձոր քաղաքի Թատերական փողոցի 1 կոտորակ 1 հասցեում գտնվող 3-անալու հիմնադրամի ուղղությունները կրթական 14-ն են եւ ծրագրի իրականացման նպատակով հիմնադրամը առաջիկա 3 տարիներին պատրաստվում է 1 միլիարդ 800 միլիոն դրամի ներդրում իրականացնել, ըստ տարածքում խնդրում եմ հաստատել։ Այժմ հանրապետության ամբողջ տարածքում գործում է 6 Թումո կենտրոն, առաջիկայում նախատեսվում է Թումո կենտրոններ բացել նաեւ Էջմիածին, Մասիս, Արմավիր, Աբովյան, Աշտարակ, Մարտունի եւ Սիսիան քաղաքներում։ Դեմ չկա, որոշումն ընդունվեց, շնորհակալություն։ Գործադիրի անդամները միաձայն հավանություն տվեցին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության եւ ճառագայթային պաշտպանության ամրապնդումը Հայաստանում ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Շարքային կազմի 24-ամյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած կկրճատվի 6 ամսով։ Պարտադիր զինվորական ծառայություն կսահմանվի 18 ամսյա ժամկետով։ Կառավարությունը հավանություն տվեց ժամկետային զինծառայությունը 6 ամսով կրճատելու օրինագծին։ Ներկայումս շրջանառության մեջ գտնվող 25 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու մասին կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրման բուն գործընթացն սկսել 26 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18 ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 25 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ Նշեմ, որ ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա։ Կառավարությունն աջակցություն կտրամադրի նաև Վայոց ձորի մարզի խաղողագործներին։ Նվազել է Արենի եւ Ոսկեհատ խաղողի սորտերի նկատմամբ պահանջարկը եւ վերամշակողները այս տարի քիչ շահագրգռված են իրականացնել հենց այս երկու խաղողի սորտերի մթերումները։ Ըստ էկոնոմիկայի նախարարության եւ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գնահատականների, ընթացիկ տարում Վայոց ձորի մարզում արտադրված Արենի եւ Ոսկեհատ սորտերի խաղողի համախառն բերքը գնահատվում է շուրջ 5500 տոննա, որից սեփական կարիքների համար օգտագործման եւ գինու արտադրության նպատակով կնքված պայմանագրերի շրջանակներում մթերման ծավալը կազմել է 3400 տոննա եւ անհրաժեշտություն է առաջացել աջակցելու շուրջ 2100 տոննա Արենի եւ Ոսկեհատ սորտերի խաղողի իրացմանը։ Իրացման խնդիրը սույն նախագծով առաջարկում է լուծել 2100 տոննա Արենի եւ Ոսկեհատ սորտերի խաղողը խաղողի ումքով սպիրտի արտադրության համար մթերելու միջոցով։
Մթերումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին աջակցությունը կտրամադրվի հետևյալ պայմաններով։ Առնվազն 700 տոննա եւ ավելի քանակությունը, նվազագույնը 220 դրամով մթերված արենի եւ ոսկյա սորտերի խաղողի ամբողջ ծավալի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար տրամադրել 70 դրամի չափով սուբսիդավորում, ինչպես նաեւ նշեմ, որ միջոցառման շրջանակներում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսվարողների մթերման կետերում մթերումների գործընթացի մշտադիտարկումը առաջարկում է կատարել մարզպետների աշխատակազմերի կողմից։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների բնակ ապահովման պետական ծրագրի իրականացումը շարունակելու համար Հայաստանն Ասիական զարգացման բանկից նոր վարկ կստանա։ Հասմիկ Ֆարադյան, Արմալուր։ Արտարժույթի փոխանակման հայտարարությունները ծուղակ ներքին գործերի նախարարությունը զգոնության կոչ է արել։ Մանրամասները տեսանյութում։ Սոցիալական տարբեր կայքերում բազմաթիվ են տարատեսակ այսպես ասած գայթակղիչ հայտարարությունները, որոնցով քաղաքացիներին առաջարկում են կատարել արտարժույթի, մասնավորապես ռուբլու փոխանակում առավել բարձր արժեքով, քան տարադրամի փոխանակման կետերում։ Խարդախության սխեման հետևյալն է. հանցավորները նախ վարձում են թանկարժեք ավտոմեքենա, որի վարորդին պատվիրում են գնալ երկկողմանի ելումուտ ունեցող առևտրի որևէ կենտրոնի տարածք։ Արտարժույթ փոխանակել ցանկացող անձին եւս խնդրում են մոտենալ նույն վայր։ Հեռախոսակապի միջոցով հանդիպեցնում են վարձույթով ավտոմեքենայի վարորդին եւ արտարժույթ փոխանակել ցանկացող անձին, որին հանցավորը նախապես ասած է լինում, թե ինքն իբրև շատ զբաղված է եւ գումարը կվերցնի իր մտերիմը, նկատի ունենալով վարորդին, որը առևտրի կենտրոնի տարածքում կփոխանակի գումարն ու կվերադառնա։ Ուստի անհրաժեշտ է գումարը տալ նրան ու սպասել ավտոմեքենայում։ Վարորդը վերցնում է փոխարկվող գումարը, մտնում է առևտրի կենտրոն եւ չի վերադառնում։ Խարդախի ծուղակում հայտնված անձը թանկարժեք ավտոմեքենայում սպասելով չի էլ մտածում, որ դա վարձույթով վերցված է կամ էլ վարորդն էլ ամենևին էլ հանցավորի մտերիմը չէ։ Այսպիսով քաղաքացին չի ստանում իրեն հասանելի գումարը մնալով ձեռնունայն։ Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք կատարել արտարժույթի փոխանակում միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից լիցենզավորված արժութային գործակալների միջոցով, խարդախության զոհ չդառնալու համար։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի տարածման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական բարույթ։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն։ Տարածված տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական բարույթ քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտել է, տեղեկատվության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով։ Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որը վերագրվում էր Մայրաթորի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի։ Տեսանյութի տարածումը քննադատել էին Հայաստանի իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանը։ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 25-ին Հայաստանի գլխավոր դատախազություն էր ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում, ենթադրաբար Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ խախտելու դեպքի առթիվ։ Երևանի քաղաքապետարանի սոցիալական նախաձեռնության լավագույն մասնակիցները հյուրընկալվել են Երևանի քաղաքապետարանում եւ արժանացել խրախուսական պարգևների։ Մանրամասները տեսանյութում։ Մասնակցել եմ Սիրո նամակ Երևանի մրցույթին։ Գրել եմ իմ երազանքի մասին, որ երբ որ ես մեծանամ եւ դառնամ կեզերագնաց, թռչելու եմ դեպի արև եւ ասեմ արևին, որ ամենաշատը Երևանին լուսավորի։ Ես իմ շարժության մեջ պատմել եմ, որ Երևանը հեքիաթային է տարվա բոլոր եղանակներին։ Երևանի նորակառույցները ասում են, որ Երևանը շարունակում է աճել եւ գեղեցկանալ, իսկ հին շենքերը հիշեցնում են մեր նախնիներին եւ ասում, որ Երևանը եղել է եւ կա։ Երևան, ես քեզ շատ եմ սիրում։ Մասնակցել եմ Երևանի Երևան համադպրոցական մրցույթին եւ ներկայացել մեր Երևանը տեսաֆիլմում։ Մեր ֆիլմը պատմում է քաղաքի մասին, որը ապրում է ոչ թե քարտեզի վրա, այլ մարդկանց մեջ։
նկարահանեցինք մեկ օրում, շրջելով Երևանի տարբեր տեսարժան վայրերով։ Տեսահոլովակի միջոցով փորձեցի ներկայացնել Երևանն իմ աչքերով եւ հենց այդ տեսահոլովակում ես արտահայտեցի իմ սերը Երևանի նկատմամբ։ Ես մասնակցեցի Երևանը իմ աչքերով մրցույթի։ Ես շատ եմ սիրում իմ Երևանը եւ ես որոշել եմ նկարել գիշերային հրապարակը։ Նկարում պատկերված է Երևանի Աբովյան փողոցի դուռը, որը ինձ համար շատ տպավորիչ է եղել։ Սա իմ նկարն է։ Աղջիկը դեմքը խորհրդանշում է Երևանը որպես կենդանի էություն, որը ունի հոգի, զգացմունք եւ գեղեցկություն։ Թողարկման երկրորդ հատվածում առաջարկում եմ դիտել։ Հայաստանում նոյեմբերի 12-ին եւ 13-ին կանցկացվի պրոֆայլինգի երկօրյա վերապատրաստման դասընթաց միջազգային փորձագետ Սվետլանա Լեգատոյի մասնակցությամբ։ Ես ուղղակի վստահ եմ, որ թե նոյեմբերի 12-ին, թե նոյեմբերի 13-ին մարդիկ պրոֆայլինգի մասին գիտելիքները Սվետլանա Լեգատոյի հետ կտանեն իրենց հետ շատ երկար ճանապարհ։ Կրաճի ֆոնին մեր երկրում աշխատավարձերը չեն բարձրանում, ինչպես են գոյատևում մեր քաղաքացիները, պարզել է Արմալուրը։ Հələ լավա խանութ է տալիս են։ Միսա վեկալում ենք, տանում ենք, ուտում ենք, ոչ չմեռնենք։ Կյանքը թանկացել է։ Գործադիրին կարծես գնաճը չէ մտահոգ։ Ինչի չի մտահոգում, որովհետև գնաճը ավել հարկ է։ Որքան գումար է անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն մեկ օր ապրելու համար, պարզել է Արմալուրը։ Ես մենակ եմ ապրում, ինձ 1500 դրամ է երիկում։ Ընտանիքի համար ուտելու համար հիմնականում մի 5000, մի փոքրիկ ավել։ Ստանում ենք աշխատավարձը եւ մուծում ենք բանկերի։ Հայաստանում նոյեմբերի 12-ին եւ 13-ին կանցկացվի պրոֆայլինգի երկօրյա վերապատրաստման դասընթաց միջազգային փորձագետ Սվետլանա Լեգատոյի մասնակցությամբ։ Դասընթացը հետաքրքրել է ուսուցիչներին, գործարարներին, ուսանողներին ու արվեստի գործիչներին։ Հասմիկ Վահրադյանի ռեպորտաժը։ Նոյեմբերի 12-ին եւ 13-ին Ժեստ հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ կմեկնարկի պրոֆայլինգի վերապատրաստման դասընթաց։ Դասընթացի հատուկ հյուրն է միջազգային փորձագետ Սվետլանա Լեգատոն։ Բիզնես հաջողություններից ու գրագետ կառավարումից մինչև մարդկանց իրական հույզերի բացահայտում։ Հայաստանում առաջին անգամ Սվետլանա Լեգատոն հայ հանրությանը պրոֆայլինգը կներկայացնի տարբեր կողմերից։ Պրոֆայլինգը հարաբերություններում իրար ճանաչելու մասին է։ Իրար ճանաչելու մասին է ոչ միայն խոսքի միջոցով, ոչ միայն ինքնաներկայացման միջոցով, այլև ինչպես Լեգատոն է ասում, ոչ վերբալիկայի միջոցով, այսինքն ոչ խոսքային հաղորդակցման միջոցով, բոլորին հայտնի է ոչ խոսքային հաղորդակցության առանձնահատկությունների մասին հայերեն ձեռնարկը ինձ է պատկանում, հայալեզու, եւ սա շատ լավ միքս է լինելու, հատկապես ստի մերկացման դաշտում, որտեղ հարաբերություններում միշտ կործանարար է սուտը, իսկ պրոֆայլինգի առաջատար կողմերից մեկն է հենց ստի մասին խոսել եւ ստի բացահայտման մասին խոսել։ Ժեստ հոգեբանական կենտրոնի համահիմնադիր հոգեբան Մարիամ Մեհրաբյանը տեղեկացնում է, իրենք մշտապես կազմակերպում են նմանօրինակ հանդիպումներ։ Ժեստում կարևորում են միջազգային մասնագետների հետ սերտ համագործակցությունը։ Սվետլանա Լեգատոն պրոֆայլինգի աշխարհում այդ ոլորտում բազմափորձ միջազգային դասի էքսպերտ է, ով շատ երկար տարիներ եւ շատ ակտիվ կերպով, քիչ տեսության, բայց շատ պրակտիկայով մարդկանց սովորեցնում է ինքնաճանաչողությունը։ Ինչու է պետք պրոֆայլինգի մասին ճիշտ պատկերացում ունենալ, բացատրում է հոգեբանը։ Ես ուղղակի վստահ եմ, որ թե նոյեմբերի 12-ին, թե նոյեմբերի 13-ին մարդիկ պրոֆայլինգի մասին գիտելիքները Սվետլանա Լեգատոյի հետ կտանեն իրենց հետ շատ երկար ճանապարհ։ Նոյեմբերի 12-ին տեղի կունենա Elite Plaza Adasi բիզնես կենտրոնում, որտեղ որ Գյուլբենկյան եւ Քրքորյան հոլերը մենք արդեն միացրել ենք իրար, այդքան հետաքրքրությունը մեծ է։ Մարիամ Մեհրաբյանը տեղեկացնում է, պրոֆայլինգի վերապատրաստման դասընթացը մի շարք գործընկերների համագործակցության արդյունք է։ Այս անգամ հրաշալի գործընկերներ ունենք, կազմակերպիչների մեջ մարդիկ են ներգրաված, որոնք որ մեծ հավակնությամբ գալիս են պրոֆայլինգի հետ կապված իրենց գիտելիքների ետևից։ Գործընկերներից առաջինը կանանց գործարար ակումբ
մադամ ակումբն է լինելու, ովքեր որ հատկապես նոյեմբերի 13-ին ավելի գործարար թեմա ենք ընտրել լիդերության եւ փսիխոտիպերի մասին է, որը որ օգնելու է մարդկանց խմբում, ովքեր որ ունեն իրենց գործարար կապերը, իրենց բիզնեսները, սեփական լիդերությունը ճանաչելու կապված իրենց անձի փսիխոտիպի հետ։ Ուսուցիչներ, գործարարներ, ուսանողներ ու արվեստի գործիչներ։ Դասընթացի մասնակցության հայտ են ներկայացրել տարբեր մասնագիտություններ ու հետաքրքրություններ ունեցող անձինք։ Ես կարողացա նաև պրոֆայլինգի այդ հարաբերությունների մեջ կետը ուսուցիչներին տեղ հասցնել, որ հատկապես դեղահասների հետ աշխատանքում զուտ պրոֆայլինգի շրջանակներում դասը շաբաթը մեկ անգամ կամ ամիսը մեկ անգամ կարող է մտերմացնել։ Մենք ունենք ծնող երեխա գրանցումներ, այսինքն տղան 16 տարեկան է, արդեն իր փոքրիկ այդ on-line shop-ն է անում, մայրիկը մասնագիտություն է փոխում եւ նրանք երկուսով որոշեցին գալ փորձագետի հետ հասկանալ իրենց ուղղությունը ճիշտ է գնում եւ ինչպես անեն, որ ել ավելի հարստացնեն իրենց փորձը։ Ժեստ հոգեբանական կենտրոնը տարվա ընթացքում 1-ից 2 անգամ Հայաստան է հրավիրում միջազգային ճանաչում ունեցող փորձագետների, որոնք անդրադառնում են հոգեբանության համար կարևոր ու թիրախային թեմաների։ Հասմիկ Ֆարադյան, Բեն Անտոնյան, Արմանուր։ Տարեսկզբից Հայաստանում զգալի թանկացումներ են եղել հատկապես պարենային շուկայում։ Միայն սեպտեմբեր-հոկտեմբերին գնաճը 3.7%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշներից։ Գնաճի ֆոնին մեր երկրում աշխատավարձերը չեն բարձրանում, իսկ ինչպես են գոյատևում մեր քաղաքացիները, պարզել է Հասմիկ Ֆահրադյանը։ Սուրճ, թեյ, շաքարավազ, ձիթապտղի յուղ, կարագ, Հայաստանում ամենօրյա սպառման ապրանքների մեծ մասը թանկացել է, մինչ մարդիկ խանութներում ու սուպերմարկետներում ընտրում են էժան ապրանք, դրանք օր-օրի թանկանում են։ Վիճակագրական կոմիտեի վերջին ուսումնասիրությունների համաձայն 2025 թվականի սեպտեմբերին գնաճը 3.7%-ով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից։ Սպառողական ապրանքների, այդ թվում սննդամթերքի շուկայի թանկացումները հատուկ են աշխարհին, բոլոր երկրներում գնաճ կա։ Այլ հարց է, որ Հայաստանում անգամ փոքր թանկացումը ցավոտ է անդրադառնում բնակիչների վրա։ Օրինակ, այս կինը խանութից պարտքով է ապրանք գնում։ Հələ լավա խանութա տալիս են։ Միսա վեկալում ենք, տանում ենք, ուտում ենք, ոչը մեռնենք։ Շաքարով հիվանդ կնիկեմ, ես ո՞նց ապրեմ։ Որ սեզոնային բանջարեղենը միշտ էժան ա եղել, հիմա շատ թանկ ա, ոնց որ սեզոնից դուրս որ միշտ առել ենք, այդ նույն գինն ա։ Միրգը, ընդհանրապես ամեն ինչն է շատ թանկացել։ Գոնե աշխատավարձը բարձր լինի, որ կարողանան մարդիկ ապրեն։ Ըստ վիճակագրական կոմիտեի 2024 թվականի սեպտեմբերի համեմատ 2025 թվականի սեպտեմբերին գրանցված գնաճի պատկերն այսպիսին է։ Սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գնաճը կազմել է 5.8%, հացի գինն աճել է 5%-ով, ալյուրինը 7.2%-ով, կարագը 12.5%-ով, արևածաղկի բուսական յուղը 15.9%-ով։ Թռչնամսի գինը 2025 թվականի սեպտեմբերին աճել է 1.9%-ով, տավարի, գառան եւ խոզի մսեղենը 3.1, 4.9 եւ 9.4%-ներով։ Բանջարեղենը նախորդ տարվա համեմատ թանկացել է 9%-ով, ալկոհոլային խմիչքները 7%-ով, հեղուկ գազը 50%-ից ավելի։ Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ միայն նվազել են ձվի եւ հնդկացորենի գները, համապատասխանաբար 3%-ով եւ 0.6%-ով։ Իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը հղում է անում պատկան մարմիններին։ Եթե եկամուտների աճն ավելին է, քան գնաճն, ինչու մեր երկրում աղքատության ցուցանիշը չի բարելավում։ Հայաստանում ըստ պաշտոնական տվյալների ամեն 5-րդ նախքատ է համարվում։ Ընդհանրապես ասում են կա սուտ կամ մեծ սուտ եւ կա վիճակագրություն, այս թեզն էլ մեր հասարակությունը ծանոթ է եւ արդեն գալիս է թերավատը։ Այսօր Երևանը դարձել է այդ սովետական ամենաթանկ քաղաքներից մեկը, եթե ոչ ամենաթանկը։ Ոնց ստացվեց դրանց։ Ավելին ասեմ, Կապանն էլ ավելի թանկ է, քան Երևանը իր հերթին։ Պետապարատում միջին աշխատավարձը չի ավելանում եւ այն, որ վիճակագրորեն ներկայացվում է, թե իբրև աշխատավարձերի ավելացման գործընթաց է իրականացվում, հասարակության եկամուտն աճում է, Պիպոյանն օրինակով է բացատրում։ Պայմանական ունեն գործարան կամ հիմնարկություն, որտեղ աշխատում են օրինակ 50 մարդ։ Մի մասը ստանում է 200,000, մի մասը ստանում է 250,000, տնօրինությունը ստանում է միլիոն, 1.5 միլիոն։ Երկու հոգու աշխատավարձը թանկացրեցինք 500,000-ով տնօրինը եւ փոխտնօրինը։
500,000, այսինքն 1 միլիոն 20 հոգու մեջ բաժանեցինք, արեց անձին 50,000 դրամ։ Բայց իրականում են 150,000 դրամ ստացողի 50,000 եկամուտը չավելացավ։ Մնաց նույնը, կամ եթե անգամ 5%-ով աճեց 150,000-ի 5% ստանում է 7,500 դրամ։ Մի հատ էլ այդ հարկեք կտեսնեք ինչ եղավ եւ կտեսնեք գնաճի համեմատությամբ ինչա տեղի ունեն։ Պիպոյանն այստեղ համակարգային խնդիր է տեսնում։ Գործադիրին կարծես գնաճը չի մտահոգում։ Ինչի չի մտահոգում, որովհետեւ գնաճը ավել հարկ է։ Իրանք ուրախանում են բյուջեի ավել մուտքերից։ Ավելին մենք ապրում ենք մի իրականության մեջ, որ գործադիրը անգամ պաշտոնական վատ թվերի մասին չի խոսում, արձանագրվածի մասին, այսինքն իրանց դա չի մտահոգում։ Ես չեմ տեսել մտահոգություն, ես չեմ տեսել նեղվածություն։ Իսկ եթե գործադիրը դրանից չի նեղվում, ինքը դա չի լուծելու։ Ի վերջո, որտեղ փնտրել խնդրի կարգավորումը։ Մենք ապրում ենք հետևյալ իրականության մեջ, ինչքան էլ ուզում ցավալի լինի։ Ֆինանսների նախարարը ֆինանսիստ չի։ Առողջապահության նախարարը առողջապահության հետ կապ չունի։ Ոնց են լուծելու։ Հանրության դժգոհություններն արդարացված են, ցավոք Հայաստանում ոչ զսպում են գնաճը, ոչ էլ եկամուտների աճ ապահովում։ Հասմիկ Ֆարադյան, Բեն Անտոնյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։ Գնաճի ֆոնին որքան գումար է անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն մեկ օր ապրելու համար։ Իմ գործընկեր Շողեր Ղելիջյանը հարցումներ է իրականացրել եւ որոշել մեկ օր ապրելու գինը։ Մեր օրերում շատերի հարցն այլևս այն չէ, ինչպես բարելավել կյանքը, այլ ինչպես պարզապես հանգիստ ապրել առանց ամենօրյա մտահոգությունների։ Վերջին տարիներին ապրուստի պայմանները փոխել են մեր պատկերացումները բավարար գումարի մասին։ Քաղաքացիները պատասխանում են հարցին, թե որքան գումար է պետք, որ մարդն ասի ապրում եմ առանց հոգսերի։ Գումարը նենց է պետք, որ կարելի է հա ունենալ, որ կարնաս սպահանջի ապրես։ Նեղություն չքաշես։ Երևի թե մի 500,000 միջինում այդքան բավական կլինի։ Ես մենակ եմ ապրում, ինձ 1500 դրամ է երիկում։ Ես դե ամեն օր դեղ խմեմ, ինչքան պիտի ծախսեմ օրեկան։ Բա։ Իսկ իմ ստացած թոշակը 40,000 է։ Երևի մինչև 10,000 դրամի կարգի առօրյա էլի։ Օրեկան եթե հաշվենք սնունդ, տրանսպորտ եւ այլն 3000-ից 4000-ի կարգի։ Ընտանիքի համար ուտելու համար հիմնականում մի 5000, մի փոքրիկ ավել։ Նայած բոլորը ինչ են գնում։ Դե մոտավոր մի 300-400-ի կարգի ամսական։ Թվերն ու պատկերացումները տարբեր են։ Մի մասի մոտ գումարը սպառվում է միայն սննդի ու կոմունալ վճարումների վրա, մյուսները փորձում են խնայել, հրաժարվելով ավելորդ գնումներից։ Շատ պետք է, որ պահանջները շատ է, մանավանդ երիտասարդ ընտանիք են։ Չափավոր ապրում ենք, աշխատում ենք այնց անենք, որ պարտքերի տակ չընկնենք, կոմունալները մուծենք։ Մի խոսքով, չափավոր։ Երևի ոնց որ ամեն մի նորմալ ընտանիք։ Չեմ կարող ասեմ, ինչքան գումարը լնում է, այնքան էլ կարիքները ոնց որ շատանում են, ուզում ես անդադ ծախսես։ Հիմնականում սիգարետի ու կոֆեի ուրիշ ասեմ, մի սնունդ ենք ուտում, 3-ից 5000 երևի։ Ստանում ենք աշխատավարձը եւ մուծում ենք բանկերի։ Մեր վրա չեք ծախսում, այդպես ասած։ Երբ մարդը մտածում է ոչ թե իր երազանքների, հացի ու վարձի մասին, ուրեմն խնդիրը միայն գումարի պակասը չէ։ Տարբեր են ոչ միայն թվերը, այլև մոտեցումները, բայց ընդհանուր մտահոգությունը նույնն է։ Արդյոք ունեցած գումարը բավարար է անհոգ ապրելու համար։ Շողեր Ղելիջյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։ Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն 58 կիլոգրամ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը։ Բրատիսլավայի Սլովանի հարձակվող Տիգրան Բարսեղյանն արժանացել է Սլովակիայի առաջնության սեպտեմբերի լավագույն գոլի մրցանակին։ Սպորտային կարևոր իրադարձությունները Լիանա Ինջեղոլյանի խճանկարում։ Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Եվրոպայի չեմպիոն 58 կիլոգրամ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը Ալբանիայի Դուրես քաղաքում անցկացվող Եվրոպայի երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկաների առաջնություններում։ Եվրոպայի երիտասարդների առաջնության պոկուն վարժությունում 3 հաջող մոտեցմամբ Ալեքսանդրա Գրիգորյանը բարձրացրեց 85, 89 եւ 91 կիլոգրամ։ Այս վարժությունում Գրիգորյանն արժանացավ ոսկե մեդալի։ Պոկուն վարժությունում նա բարձրացրեց 112, 116
6 եւ 123 կիլոգրամ եւ դարձյալ առաջինն էր։ Երկամարտում Ալեքսանդրա Գրիգորյանը 214 կիլոգրամ արդյունքով առաջինն էր։ Բրատիսլավայի Սլովանի հարձակվող Տիգրան Բարսեղյանն արժանացել է Սլովակիայի առաջնության սեպտեմբերի լավագույն գոլի մրցանակին։ Սլովակիայի առաջնության 8-րդ տուրում Սլովանը Բրատիսլավայում մրցել էր Դունայիս Կաստրեդայի հետ եւ հաղթել 3-2 հաշվով։ 10-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանն էր բացել հանդիպման հաշիվը գեղեցիկ գոլով։ Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի Ռեալի ղեկավարությունը հույս ունի առաջիկայում երկարաձգել պայմանագիրը 25-ամյա բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ։ Վինիսիուս Ժունիորը լարված հարաբերություններ ունի արքայական թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ եւ դեմ չէ կարիերան այլ ակումբում շարունակելու։ Նրա գործող պայմանագիրը Ռեալի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիս։ Իսպանական ակումբը ցանկանում է երկարաձգել համագործակցությունը նրա հետ մինչև 2030 թվական։ Շաբաթվա լրահոսն այսպիսին էր, Արմալուրի դիտանկյունից կհանդիպենք հաջորդ կիրակի։